Ռուսաստանի մանկական երեխաների սպանությունները, Ալցինցովի սպանությունը եւ մնացած այդ սպանությունները այս մի շաբաթվա կատարվածի, քանի որ վեհ առաջինի Ռուսաստանում ենք Ռուսաստանի հետ ենք դաշնակցում ու ռուսկի միրի այդ վեհության մեջ ենք, դրա համար մենք այս կարգի ապականության, այլասերվածության կոլապսի բանի մեջ ենք։ Ընդամենը Ադենցովի այդ սպանությունը Մերձ Մոսկովյան դա ընդդեղի դպրոցի էլիտար դպրոցեր են որում Աշոտյանը իր դասատուներից մեկին էր ուզում սպանել, որովհետև տաջիկ էր ու երկու ախրանիկին է վիրավորել, երկու երեխա է վիրավորել ու անուղ դաժան սպանել է մի հատ 10 տարեկան երեխայի, բազի դա դանակի հարվածները հասցնելով, որտեվ ինքը իր ծնողները փաստորեն նյութերի անգրած, որ ռուսկի ապշինայի, ասիկա ռուս ֆաշիստների կարկառուն դեմքեր են։ Այս մի շաբաթվա կտրվածքով էլի Լենինգրադի Պիցերի դպրոցներից մեկում Աշոտյանը ուսուցիչին դանակարել է ցածր գնահատականների համար, ընդ որում այդ Աշոտյանի մայրը դպրոցի դասատու է։ Մի ուրիշ վայրում հարևանը իր կողի հարևան մորը 6 տարեկան երեխու հետ դանակով դաժանաբար սպանել է, որտեղ երեխան խաղում է ծենահանում աղմկանում իր արկաշություն լափելուն խանգարում է։ Այս մի շաբաթվա քրոնիկոնն է, մայրու մի հայր իր 2 տարեկան երեխուն էլի կացնահարում է, փրտիկ անում, տոպրակով հանում լցման, դե որտեղ արկաշություն անելուց իրան խանգարում է երեխու լացնու աղմուկը, մերն էլ այդ պահին տունը չի եղել, որ ձենը կտրի ու գրվել է SVO, Ուկրաինայի դեմ պատերազմի գնացել է այնտեղ, որ կապի բանտարկությունը չնստի, այլ դա ռուսկի միրի վեհության ճակերտա, որ արժեք համակարգն է եւ մենք դեռ զարմանում ենք, թե խենք մեզս այդ կարգի այլասերվածության, ապականության, այնտեղ քաղաքական բիզնես կրոնական էլիտաների այլասերվածություն մի կարգի ազդում էր վրա։ Այս 20-30 տարվա մեջ ինչ տես դեպք կարանք մենք վերհիշենք մեր իրականության մեջ, իհարկե չկա, երկու հատ այդ Պրիմյակովի սպանությունն է, որը հայ չի, այնտեղ մեկ էլ այս վերջերս էր սպանություն Գեղարքունիքի մարզում, մնացած այդպիսի դեպքեր այս 20-30 տարվա մեջ կարող եմ մի հատ էլ երկու հատ էլ վերհիշենք, այդ ընտանիքի սպանությունը, մոտիկան շեղվածի շատ քիչ է դեպքերից Ռուսաստանում, մենակ այս մի շաբաթվա կտրվածքով հայրը իր 2 տարեկան երեխուն բրտիկ անում, որտեվ լացը խանգարում էր արկաշություն անելու, մերն էլ գնացել խանութ տարաբերելու, որ միասին արկաշություն անեին, այնտեղ հարևանը, իր հարևանի երիտասարդ մորը իր 6 տարեկան երեխուն է փրտիկ անում, որտեղ երեխան խանգարում է իրան, այնտեղ մի ուրիշ տեղ էլ հայրը պատուհանից երեխան շպրտում է 2-3 տարեկան դե որտեղ լացը խանգարում էր, մերն էլ էլի խանութ էր գնացել, դա հրաշագործ ռուսկի միրն է եւ դեռ երկար ժամանակ զարմանում է, թե այս ապականությունը, այլասերվածությունը բոլշևիզմով այտել ռուսների մոտ, բայց չէ, բարձրման բավականին խոր արմատներ ունի ստրուկ բառը արաբական երկրներում, Եվրոպաներում սլավ բառն է, որը նշանակում է սլավյանին։ Ռուսները պլանավորած իրենց երեխեքին ծախել են ստրկության լավ փողի դիմաց, ոնց որ անասուն բուծեն էլի, մեծ սիրով, հələ չհաշված, որ գյուղի վրա էր արձակում, երև արում են տենց են բիրիկ ծախում, հետի 9-րդ, 10-րդ, 11-րդ դարերում վիկինգների ժամանակ Իվան Գրոզնի ժամանակվա այլասերվածություն էլ վաբշե վերջա Իվան Գրոզնի ենք ասում, բայց իրականը Իվան Չարկ, Իվան Դև կամ Պետրոս Առաջինը, որ ժողովրդականն է դրել անտիխրիստ, այսինքն Դև սատանա զոր կերպարը, Լենինի կերպարը, այնտեղ Տրոցկի, Ստալինի կերպարը վերացնում, մեծացնում, մի խոսքով լուրջ խնդիր ունենք մենք այդ ռուսկի միրի ազդեցությունը կործանելու համար, ինչքան էլ թուրքը, արաբը, կոչվող ցեղերը, պարսիկները մեզ կոտորել են։ Ева, ты это снимала? Я не знаю, попал или нет. Оля, ты его!